Նաև ընկերներ, ես ուզում եմ կար ժամանակատվածում, որ մենք հասնենք նաև Արսիկ, որ ես ինչ ապուշ վիդեո ես նկարել։ Ինչն է ապուշ վիդեո 24 ժամ բեռնախցիկում եմ անցկացրել։ Գիտես ինչ բարդ է։ Հայ փրինչ, ես կարամ 48 ժամ էլ մնամ։ 48 ժամ դու կարաս մնաս բեռնախցիկում։ Կարամ։ Հաստատ։ Հաստատ։ Չէ, Արս, չէ։ Ես ոնց կարամ մնամ ստեղ։ Ես շոքին։ Ես ինչ եմ անելու։ Վայ, դերտս վատանում արդեն։ Ես հիշեցի, որ ես ֆոբիա ունեմ։ Արս կատակ է յանում արի բացի։ Չկորս։ Արսեն։ Ինչ եմ անելու։ Ես ոնց եմ մնալու, ես շոքի ստեղ։ Ինքը ասում է, որ 24 ժամը բեռնախցիկում անցկացնելը բարդ չի։ Ես հիշում եք չդիմացա 24 ժամ, շունչս կտրվում էր իմ։ Չէի կարում էլ մնալ։ Մեջքս ջարդվել էր իմ։ Դուք հիշում եք այդ ամենը։ Ու ինքը մեզ խոսում էր։ Ես ոնց կարայի այս ամենին ուղղակի վերջ չդնել։ Լիլիթը մնալու է ստեղ։ Լսի, դու գնոստից, դու մեծ խոսալուտ պատճառով հեսա տես ինչքան պատիժներ ես կրելու, տես ինչքան ես մնալու ես բեռնախցիկում, հոգնելու ես, տանջվելու ես, տարապելու ես։ Չբացես ես բագաժնիկը, դե բացի։ Էլ չբացես։ Արս թոշն չեմ էլի գոնե։ Լիլին շնչել, դու ասում ես 48 ժամ, 72 ժամ, 100 ժամ։ Մոռացել ես, որ քո վիդեոյի ժամանակ էսի բաց էր։ Մեկ։ Քոնինի ժամանակ էլ մեկ կբացենք։ Դա մնա։ Ահ, էս ինչ լավ է, կոնդիցիոները փչում է, ես հով նստած եմ, Լիլիթի շուխուրը դաժե չել թողում ես բագաժնիկը, որ լսեմ։ Ինչքան գոռում եմ, եկա չեմ լսում։ Լիլը գոռա։ Ինչքան ասի Լիլ, ձեն չեմ հանելու, դեվաստանամ իբր վատամուշկս գնացել է։ Ես ստե լուկ ունեմ։ Լիլո։ Այ ապուշ դե կատակ մի արա, Լիլո։ Թե խաղ չի խաղում, Լիլո, արա ժպտում եմ, տենում եմ։ Յավրի տենում եմ, որ խնդում է։ Ուզում էր հելներ դուրս, առա։ Լսի ուրեմն, էսի մեր շպման տեղն է, նայի որ էսի բացվում կանդիսյոները օդը գայս, հա։ Չէ։ Իսկ դե շատ շոք, հա։ Հա։ Ոչինչ, ըստեղից մենք կշփվենք, հասկանում ես։ Վերջացրի ես կատակի անում։ Հա, կատակով մնա մի քիչ։ Ես քեզ սենց հնարավորություն եմ տալի։ Ինչ ցանկություն որ ունենաս, ես քեզ կտրամադրեմ, բայց եթե դու կատարես իմ ասած չելենջը, եթե չես կատարում, ոչ մի բան չես ստանում։ Իսկ ստեղից դուրս գալու չելենջը որն է։ Ստեղից դուրս գալու չելենջը այն է, որ 48 ժամ քնել, մնալ, սպասել, չգիտեմ, համբերել, էդյա։ Իզս բռնվեց արդեն։ Ոչինչ, դու մտածի ջինից ինչ ես ցանկանում, ես մտածեմ այդ կտամ ու արդյոք ինչի դիմաց այդ կտամ, օքեյ։ Բարձ եմ ուզում։ Բարձ։ Մենք կմտածենք քո ցանկության շուրջ։ Կտանք մենք քեզ բարձ։ Ասում է կտանք բարձը։ Բայց ինչի դիմաց կտանք։ Ասում է բայց ինչի դիմաց կտանք։ Ուրեմն բազմաթիվ չելենջներ կան իմ մտքում, որոնք պետքա ռեալիզացնել։ Առաջին չելենջը գիտես որն է, ամենաիզին է։ Լիլիթը պետքա դիմանա մեր Տեսլայի հզորությանը։ Բեռնախցիկում։ Հելի։ Գնում ենք տուն։ Չէ, դիմացիր 10 րոպե ու կստանաս քո բարձը։ Արդեն 20 րոպե է դիմանում եմ։ Էս բայց կսած 10 րոպե դիմացի։ Ինչ պետք է անի, որ դիմանամ։ Վայ! Նոր եմ հաց կերել։ Վայ! Լիլ լավ ես։ Դերասանություն, լավ դե, թոշկդ գնացած դիմանաս 10 րոպե։ Լիլիթի ճվոցը կլսենք 3 վայրկյանից։ 3, 2, 1։ Կամացարա ոստիկանները կկանգնացնեն։ Կարած գուշակես որտեղ է Լիլիթը։ Երեխեք փրկեք ինձ։ Դեպի բագաժնիկը բացել էր, ես ավտոբուսի սող ժողովուրդը նայում էին իրան, թե ով է, այս աղջիկը որ բագաժնիկն են գցել։ Ապուշ! Այ! Միարա, ապուշ! Ես վստահ եմ, որ դուք ինձ կխրախուսեք ու կլայքեք վիդեոն, որովհետև ինքը ասում էր հեշտ է բագաժնիկում անցկացնելը, բայց ես ու գիտեմ, որ դժվար է, ընդ նեղ է, ընդ անհարմար է, ընդ շունչը ջերիքում, օդ չկա, մաքուր օդ չի, ոչ շոկ է, ոչ ցուրտ է, տոթ է։ Դրա համար պետք է ինձ աջակցեք, ես ճիշտ եմ արել։ Հո 48 ժամ չեմ պայի, ինչ որ չափ կպայեմ, դրանից հետո պարտադիր կանեմ բագաժնիկից, կբերեմ հարմար կնստի։ Լայքեք վիդեոն, ես ձեր համար եմ էսի արել, համար ինքը որ իմանա, զայնց հետո մեծ չփրթեի։ Լսար։ Ես մեծ չեմ խոսում, ես կարամ մնամ։ Պես մի հատ բարձ տար, ու սենց ապուշ բաներ չանեն, հանգիստ կմնամ։ Նկարեք չեք ասում, է։ Արի ձեզ չիպսոն տամ, բայց նկարվել է հետո մնա։ Դուք էլ ապրեք։ Էլեկտրական մեքենաները շատ ահավոր ճնշում է։
քրտինքը տվեց վրես սենց քշելու արդյունքում։ Բա որ աստված չանի։ Մեկը գա, հետևից խփի։ Լիլո։ Լիլ, ինչի անում ես աղջիկը։ Դու չես լսում, որ ես քո հետ եմ խոսում։ Չէ, չէի լսում։ Այս ամեն ինչի լավ էին, հա, որ ես մեր մայկան էի հագել։ Այս մեր մայկաներով շատ հով է։ Ոչ քրտնում ես, ոչ խանգարում է, իսկ մեր մայկաները կարող եք գնել Jersey Armenians։ Երևանի քաղաքապետը խնդրում եմ զբաղվի այս փորձերի հարցով։ Հն լավ չես։ Թերթս խառնում է։ Բայց 10 րոպե դիմակայել ես, նվեր ունես։ Տեսվասի նվերդ բերեմ։ Լելիթի շահած բարձն է։ Այս բարձը իմ հետ էլ է 24 ժամ անցկացրել Բեռնախցիկում։ Հիշում եք։ Հիմա տալիս ենք մյուս Բեռնախցիկի զողին։ Հələ նայես ան որ բագաժնիկը էլի բացել է։ Ան, ուրախ ես։ Ահա։ Էլ բան չես ուզելու ինձնից։ Հա մի հատ է ջուրելի, եթե կարելի է։ Ջրի մասին եք մտածենք։ Թերթս խառնում է։ Մենք Ռադմիրի հետ միասին ձեզ համար նույնպես պատրաստել ենք ամառվա թույն անակնկալ։ Կրկին խաղարկում ենք էլեկտրական ինքնագլոր։ Ինքնագլորը զարգանում է մինչև 40 կմ/ժ արագություն։ Իսկ մեկ լիցքավորմամբ վարում եք ավելի քան 30 կմ։ Ինչ պետք է անել, որպեսզի հաղթել այս հրաշքին։ Ներբեռնում եք Radmir խաղը ձեր iOS կամ Android հեռախոսի կամ նույնիսկ համակարգչի վրա։ Հեռախոսների համար խաղի անվանումը Hustle Online է, իսկ համակարգիչների համար նոր Radmir։ Ներբեռնելուց հետո գրանցվում եք պարտադիր խաղում, ստեղծում եք ձեր ակաունտը եւ սկսում եք խաղալ։ Խաղում ես լավ, կատարում ես առաջադրանքները եւ քո ակաունտը հասցնում ես ուշադրություն 3-րդ level։ Այդ ամենի համար ընդամենը կծախսես 20 րոպե ժամանակ եւ դառնում ես խաղարկության մասնակից։ Խաղարկությունը ավարտվելու է հունիսի 20-ին, բայց կան էլի պայմաններ։ Մոռանում ես հին ակաունտիդ մասին եւ բացում ես նոր ակաունտ։ Անպայման խաղում ես 18-րդ սերվերում։ Երբ որ մտնում ես խաղ, գրանցվելուց քեզ հարցնում են, որ սերվերում ես ուզում խաղալ։ Կնշես պարտադիր 18, որովհետեւ այնտեղ խաղում եմ ես եւ իմ ընտանիքը։ Ու պարտադիր պայման օգտագործում ես Visa promo կոդը, որպեսզի ստանաս համ բոնուսներ, համ էլ դառնաս խաղարկության մասնակից։ Թեգ գծիկ Pay կոդ եւ դրանից հետո բացում է promo կոդների բաժինը ու գրում ես Visa։ Ես անհամբեր սպասում եմ, թե ով է այս ամառ դառնալու այս գեղեցիկ հեքիաթային հրաշքի հաղթողը։ Խաղ կարող ես ներբեռնել եւ App Store-ից եւ Play Market-ից։ Ուրեմն Lilith ունի երկրորդ ցանկությունը։ Ջուր է ուզում մարդը, բայց դե ջուրը այս կյանքում հեշտ չի տրվում։ Դեք, ցես puzzle ունենք։ Ոչ թե ինքը մի ամբողջական նկար է, այլ տարբեր կենթանիներ է։ Ու 30 կենթանի հատվածները ցես խառը լցած է։ Ամեն կենթանին երկու մասից է բաժանված։ Այս երկու դետալը գտավ, կպցնում է իրար ու դառնում է դելֆին։ Ու ցես 30 կենթանի, բայց պատկերացրեք այս դետալը կարա լինի տուփի ամենավերևը, իսկ այս դետալը ամենաներքևը։ Մինչև ինքը այս բոլոր կենթանիները հավաքի, հավատացեք ծառավից կմանա։ Արս, մեռնում եմ, ջուրս չես տալիս։ Հեսա տալիս եմ։ Ուրեմն, քո առաջադրանքը սիրելիս։ Այս տուփի մեջ կա 30 կենթանի։ Հավաքում ես բոլոր 30 կենթանիների նկարները, նայ, այսի ես քեզ հավաքում եմ տալիս եմ, նայ։ 1 2 30-ն է հավաքում ես, դնում ես տուփի մեջ, հետ ես տալի ու ստանում ես քո ջուրը։ Բայց ամեն ինչ տենց հեշտ չի։ Այսինքն այն որ լգին։ Հաջող։ Բայց հիմա ինչ եմ անելու։ Նայեք, նկարների հետևը գրած է։ Նայեք, ես ինչ easy եմ անում, ջրից հարցնել եմ լուծում։ Իսկ հիմա ինքերս ամենակարևոր մասը, Lilith-ը միջև puzzle-ը հավաքում է։ Ես պետք է գնամ իր համար որ ջուր առնեմ, որովհետև պատահաբար կարող է challenge-ը ինքը կանա կատարի, բայց ես ջուր չունեմ որ իրան տամ։ Գնացինք խանութ։ Էսի կտա։ Ինչ է սիրուն կենթանիներ են, մեկը մեկից սիրում։ Կրաբի կեսը հեսա։ Էսի ստացանք մեր կրաբիկին։ Ապետ քարագացնենք ուրեմն այս process-ը ես հասկացա։ Արսենը պրինցիպ անգել իմ հետ։ Անկեղծ չի հավատում, որ ես կարամ մնամ այստեղ ուղղակի ուզում ապացուցի, որ մեծ խոսացել եմ, բայց ինքը չի հասկանում, որ իր վիդեոյի ժամանակ հովեր, իր վիդեոյի ժամանակ ինքը բագաժնիկը երբ ուզում էր բացում էր, կոնդիցիոներ ուներ մեջը, ինչ ասես ուներ, PlayStation ուներ, իր կոնդիցիոները եղել է իր դրոնը։ Այս Արսենը փոշմանելու է ամեն ինչի համար։ Դուք ուղղակի լայք եք վիդեոն ու կտենաք։ Լիլ գոնե 10 հատ հավաքել ես։ Մի հատիկն եմ հավաքել։ Լուրջ ես ասում։ Հա։ Բայց մենք ուրիշ challenge-ներ ենք իր համար պատրաստել։ Lilith-ին փրկությանը հասնում Ծիրան սուպերմարկետի ցանցը, որտեղից եւ կգրենք ջուր, համել մի ցկլ չիպսոն, բոնուս կտանք, ասենք Լիջան, չիպսոն չէր ուզե, ջրի հետ տալիս ենք։ Վայլի։ Իմ սեր։
իմ հոգի, ինձ եւ ձեզ բաժանում է հիմա սասնսկիները։ Արի մոտ պանիր վերցնենք, մոտ էլ թթվաս է։ SMS առաջուր։ Վերջ, չեմ հավատում։ Սպասենք միջև ջուրս բերի Արսենը։ Նորություն ունես իմ համար։ Այո։ Սաղ հավաքել ես։ Սաղ հավաքել եմ, խնդրում եմ երեխեքին ցույց տալ։ Որոյս ինչ բուղա դուրս գալ ինձից արա։ Արի ինչքան ածխաթը դու գաս կա կոմոդ դեմքի շոկոտ տվեց։ Արի չի փասրի սաղ հավաքես։ Էս քո շամը։ Մերսի։ Էս էլ մեր կողմից բոնուս։ Ապրե։ Էս էլ մեր կողմից բոնուս։ Երեխեք, արդարը, կարող դուք էլ մենակ բագաժնիկի մեջ ձեզ կտամ բարձ, ջուր ու չիփսոն։ Մի հատ էլ լավ բան կա։ 3, 2, 1, հաջող։ Համ, էդ էր լավ բանը ձեր դեմքը չեմ տենա։ Գրկեմ չիփսոններից քնեմ մի քիչ։ Աչքիս էլի չելենջ ունի իմ համար։ Իսկ ինչ էր կատարվում ընդ։ Բուղ էր, բուղ։ Որը դե ոնց է գոյատևում ընդ։ Բայց փազլները կարացավ, մալատեց։ Ես գիտեի մի 30 ժամ պիտի սպասեմ, որ փազլները հավաքի։ Նա լավ է արագորեց։ Դրանց հիմա ցանկություն ունի, թե չէ։ Դե ինչ, անցել է մոտավորապես 2 ժամ 10 րոպե, ինչ Լիլիթը գտնում է Բեռնախցիկում։ Պատրաստ եք տենակ Լիլոին։ Նայեք ինչ լավ է նստած։ Նայեք հələ։ Լավ է, չէ։ Вообще լավ չի։ Մեր հաջորդ հարցը։ Ինչ ես ուզում։ Այդյալ։ Այդյալ ինչի համար։ Որ տակս փռեմ փափուկ լինի։ Բարի գիշեր։ Բարի։ Եթե Լիլիթը ցանկանում է այդյալ, մենք կտրամադրենք նրան այդյալ, բայց դա պետք է ինչ-որ չէ մի բան անի, որ տանք այդյալը։ Ուրեմն մենք ունենք այստեղ զենք, որը Լիլիթի առաջադրանքը կատարելուց հետո կհանձնենք մեր բաժանորդներին, իրան գուլյատ կլինեն։ Ինչպես տեսնում եք, նշանակետը տեղադրված է։ Լիլիթի առաջադրանքն է Բեռնախցիկից կրակել այնպես, որ սա ընկնի Զիվիլի ամանի մեջ։ Արա քեզ բացել։ Ինձ թվում է, ես այդյալ չեմ ունենալու, Ինձ էլ է թվում դու այդյալ չես ունենալու, նայ, 8 փորձ ունես, 8 փորձից չես կարող մի հատիկը կպնես։ Դավայ, մի հատիկը պրոստը կպի։ Փորձ համար առաջին։ Այ քարա։ Փորձ համար 2։ Չեմ կարող։ Իսկ դու փորձի։ Արա պիատա ցերու գնում։ Բայց քեզ բարձր կրակում, ներքև կրակ է, դու պրինցել պայլ չգիտես։ Չէ։ Հիշում եք կրակայինի վիդեոյի ժամանակ ինչ լավ էր կրակում։ Նայ, բալետել են անում, էլ ինչ ես ուզում։ Այս աղջիկը չի ուզում явնի այդյալը ստանա։ Եթե չես ուզում այդյալը, դու մեզ ընդհանրապես ասա չեմ ուզում։ Ուզում եմ։ Կպի։ Արա վերջի 2 պատրոնը։ Նայ, մի հատ կրակում եմ կպնում է, նայ։ Մոլոդեց։ Դե որ այդյալ չեք տալիս, այսպես։ Ընդ կրակի այդյալ ստանաս։ Օպերատորը փախավ, նայ, օպերատորը փախավ։ Զենքը ազդում եմ ձեզ։ Ոնց չստացա, ես զարմանում եմ։ Բայց մի քիչ մարդ գտնվեր ուտար, չէ։ Արսեն։ Հե։ Բայց մի հատ բան ասեմ։ Հե։ Սիրտս գիտես մի հատ բան ա ուզում։ Ասա ինչ ուզում ես քեզ առաջադրանք կտամ։ Ցոգոլ։ Ինչ։ Ցոգոլ։ Ցոգոլ։ Որ բագաժիկը բացել էի։ Հա։ Այդպես աշկս մի 2 հատ տեսավ ուզում եմ։ Հիմա ցոգոլ ես ուզում։ Հա։ Կստանաս ցոգոլ։ Հա։ Բայց եթե կատարես իմ ասած առաջադրանքը։ Արսե լավ, հո դու շահամոլ չես, մի բանն է առանց դրա արա։ Իմ առաջադրանքը գիտես ի՞նչն է։ Հա։ Նենց արա որ բոլոր ովքեր նայում են բաժանորդագրվեն ալիքին ու կգնամ կվեկալեմ քո համար ցոգոլ։ Արս ախր ես տեսել եմ, մեր ալիքին շատ մարդ է հետևում, բայց շատ քիչ մարդիկ են կոնկրետ բաժանորդագրված, ես ինչ անեմ։ Դե ուրեմն նենց արա որ բաժանորդագրվեն ու կստանաս քո ուզած Ինչ ցոգոլը։ անեմ, այդքան վիդեոների մեջ խնդրում եմ, որ բաժանորդագրվեն։ Փորձի մի անգամ էլ։ Երեխեք, խնդրում եմ, բաժանորդագրվեք մեր ալիքին, որ ես Արսենը, այս շահամոլը, ինձ ցոգոլ տա։ Ինչ շահամոլ ասաց։ Ես շահամոլ եմ։ Չի լսվում։ Ասում եմ ես շահամոլ եմ։ Խնդրում եմ, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի մենք համել շուտ հասնենք 1 միլիոն բաժանորդի։ Դու սպասիր քո ցոգոլի։ Ուրա ցոգոլի ծառա է, ամբողջը ցոգոլի ծառա։ Հիմա կարևորը այն է, որ բարձրանանք ու քաղենք։ Օրա, թութ։ Ես թութ ուտեմ, հետո իրան ցոգոլ կտամ։ Ընկերներ, ասեք, որ դուք եք սիրում եք սեզոնային մրգերը։ Ես գժվում եմ, ես ամեն ձմեռ սպասում եմ երբ է գալու ամառը, որ ես այնպես ծառից թութ ուտեմ, ծառից ցոգոլ ուտեմ, շլորաճի շլոր ուտեմ։ Օրա, ցոգոլի համար ենք, չէ՞ եկե։ Լավ, էսի մոռացանք։ Ոտերը սողում է։ Աբա, այս տարվա իմ առաջին ցոգոլն է։ Դու կերել ես այս տարվա քո առաջին ցոգոլը։ Գրի մեկնաբանություններում։ Ես կերա։ Տո Լիլիթին չտանենք, սաղ մենք ուտենք։ Լավ դե խոսք ենք տվեք կտանենք։ Բայց էլ չկա այդ մի հատն էր։ Ուր է այդ ցոգոլ։ Էս մի հատ, բայց չկա։ Հեսա, 2։
Այս ինչ վատ է այս տարի ցոգոլը աճել։ Կոմե սա երեխեքը եկեք քաղաք կերել են։ 1 2 3 Ահա, էսի Տենաս, որը հանկարծես երեխեքին, որ հարցերեն տեղս չասեն։ Չորշոտ ենք ընդհանրը գված է։ Լիլիթ, արի ես ընդ ոստիկանի դեմ պայքար եմ տալիս դոստի, բարկած ես։ Բարկած չի քնած։ Արի ցոգորդ բերել եմ հելի։ Ուրա։ Յալ, տեսակ ես կռիսին։ 1 2 3 4 Չի ուտվում մի տեսակ։ Արի ես իմ արդար ձեռներով եմ խաղին։ Տես դու գողացել ես կամ ես ուտես, բայց որ ես գողանեի ավելի լավ ուտեի։ Ուրիշ ցանկություններ ունես։ Ինչ ցանկություն։ Գիտես ինչ եմ ուզում։ Ինչ ես ուզում։ Իջնեմ ստավեց։ Ձայնդ կտրիշ հիմար, շատ համով է։ Ապրի Արսենը, ծլի, ծաղտի, զորանա։ Արսեն, մի տեսակ սովածած հաց եմ ուզում ուտեմ։ Հաց ես ուզում ուտես։ Ըստ ցոգորից հետո փորոսալ ցավալու է։ Մի հատ ուզում եմ դուրս գամ համել է։ Այ էդի չկպավ։ Արս, Բայց հացի համար հեսա մի բան կմտածեմ։ սպասեմ։ Ահա։ Հաց ուզում ուտի։ Նոր ցոգոլը կերար։ Ջուրը տվել եմ, ցոգոլը տվել եմ, բարձը տվել եմ։ Էլ ինչ ուզում, մի հատ հաց ուզում ուտի։ Ուրեմն ձեզ եմ ներկայացնում Լիլիթի հաջորդ առաջադրանքը, որը կատարելու դեպքում ինքը կստանա իր ցանկացած հացը։ Ունենք ստեղ 3 բնական հյութեր, ունենք ստեղ 3 գույնի սկոճեր։ Փակում ենք բնական հյութերի նկարները, որ ինքը չհասկանա թե ինչ համի է։ Ու պետք է ինքը փորձի գուշակի։ Եթե 3-ը ճիշտ է գուշակում, ստանում է իր ցանկացած ուտելիքը։ Եթե պատահաբար մեկ անգամ սխալվում է, նա այսօր մնում է սոված։ Դեղցը պատրաստ է, բալը պատրաստ է, արքայա խնձորը նույնպես։ Բո։ Գորիկ, challenge-ը տեմ բերեմ, որ գնանք հաց ուտենք։ Հալնայք ոնց աչքերը բացում հաց ուտել ալես։ Ուրեմն ունենք 3 համի սոկեջ։ Կարես գուշակես, որը ինչ համ է օրինակի համար։ Կանաչի ինչ համ կարա լինի։ Խնձոր։ Ահա, կապույտը ինչ համ կարա լինի։ Հապալաս։ Հապալաս, իսկ դեղինը։ Բանան։ Ապրես։ Սա սխալ է։ Գուշակեր առաջին համը։ Առաջին համով կարա խաղը ավարտվի ուղղակի։ Վիշնյա, բալ։ Ճիշտ է։ Հեսա կխառնվի, ոչինչ սաղ իրար։ Երկրորդ սոկ։ Խնդրում եմ փորձեք եւ ասեք։ Օ! Դեղց։ Դեղց։ Չգիտեմ ճիշտ է թե չէ, սա չեմ ասի։ Հիմա հաջորդը։ Երրորդ յուտ։ Անանասես։ Անանաս։ Չմալադեց։ Մալադեց։ Արժանացել ես հացի, մալադեց։ Դե գնանք հաց առնենք սովոձան։ Գնանք հաց առնենք։ Երեխեք հասունացավ են պահը, որ ես պետքա փախնեմ։ Էլ չեմ դիմանում, մեջքս չեմ զգում ընդհանրապես։ Հիմա մենք ասենք Արսենը մտնի հացը գնելու ու մենք փախնենք։ Ուրեմն մեզ հիմա պետք է ինչ-որ ֆուդ կորտ, որտեղից կարանք ուտելիքը վերցնենք Լիլիթի, ինքն էլ սոված չմնա։ Այս հովին ավտոն կանգնացնենք, հենա ֆուդ կորտ արի գնանք իրար հետ հաց առնենք ու գանք։ Ինչ կուտի Լիլիթը ձեր կարծիքով։ Ես պատկերացում չունեմ, բայց ինձ թվում է ինչը լուտի լավ է։ Ոայ քորեցու ենք։ Կա փախնել։ Շուտ, շուտ, շուտ։ Ես փախել եմ։ Հանուն հաղթանակի բաժանորդագրվեք ալիքին ու լայքեք վիդեոն։ Պակա։ Լիլո